Ես ձեզ պետք է խոստովանեմ, Շանթ, որ ես շատ սիրում եմ ուղեղ, բայց սիրում եմ ուտել, այսինքն ոչ միայն ուտել եմ սիրում եմ ուղեղ, որ մարդը ունենում է ուղեղ, եւ սիրում եմ շատ ուտել այս տավարի ուղեղը ու երբեք չեմ տեսել ինչպես են պատրաստում։ Գարանք կիսել էսի, որ դու գալ դենակ ոնց իմակրում։ Բայց ափսոս է, որ կիսենք, հա, չկիսենք։ Գարանք որ դու գել աշխատեք։ Հա, ես էլ աշխատեմ ճիշտ է, գործի ա դնում ինձ։ Այս sense են, էլի սփյուռքահայերը գալիս հայաստանցիներին գործի են դնում, էլ որտեղ, Գյումրիում։ Գյումրիում։ Ո՞ց։ Այս ուղեղը սիրում է ուղեղով աշխատան։ ԲԲ։ Նկարահանումներով առատ մեր ճանապարհորդությունը շարունակվում է։ Չեք էլ պատկերացնի, թե որքան յուրօրինակ ու համեղ ուտելու վայր ու հրաշալի միջավայր ենք գտել Գյումրիում։ Որքան լավ մարդկանց հետ ենք ծանոթացել եւ ինչ հետաքրքիր է լինելու նրանց հետ անցկացրած ժամանակը։ Բայց մինչեւ այդ օգտվելով մեր այցելությունից, բացահայտումներն այս անգամ սկսեցինք Գյումրիի գարեջրի գործարանից։ Այն գարեջրագործության հայկական ավանդույթների արժանի շարունակողն է Գյումրի քաղաքին սաթե փայլ եւ առանձնահատուկ Գյումրին նույնիսկ ամենացուրտ եղանակին ջերմ է ու ջերմացնող։ Երևի հին քաղաքի գույնն ու շունչն է, որ մեզ ամեն անգամ վերադարձնում է այստեղ, իհարկե նոր բացահայտումների եւ նոր բաղադրատոմսերի համար։ Մենք էլ սիրով վերադառնում ենք այս հյուրընկալ քաղաք։ Հանդիպում այստեղ ապրող սրտաբաց մարդկանց հետ եւ անվերջ սովորում նրանցից։ Իսկ թե այս անգամ ինչ ենք ուսանել ու բացահայտել, կիմանաք շատ շուտով։ Հին ժողովուրդներին բնորոշ կարողությամբ հայերս հեղինակել ենք մարդկության ստեղծած շատ կարևոր ու հետաքրքիր արժեքներ, այդ թվում նաև գաստրոմշակութային։ Իհարկե գարեջուրը այդ շարքից է։ Պատմական տարբեր փաստերից ու իրադրություններից անդին հստակ կարող ենք նշել, որ գարեջրագործությունը Հայաստանում վերջին 100 տարիների ընթացքին մեծ վերելք ու զարգացում է ապրել։ Դեռևս 19-րդ դարասկզբին Երևանի Հրազդան գետի կամ Զանգվի ձորում տեղակայված էր Հարություն Ավետյանցի գարեջրի գործարանը Զանգա։ Ասում են, որ Զանգա գարեջրային գործարանի ստեղծած գարեջրի համի ուժը, գաղտնիքը, թաքնված էր հենց երևանյան քաղցրահամ ջրերի մեջ։ Համենայն դեպս փաստ է, որ արդեն 20-րդ դարասկզբին Ավետյանցի Զանգա գարեջրի գործարանի արտադրած գարեջուրը իտալական ցուցահանդեսներին արժանանում էր լավագույն ու բարձր մրցանակների։ Նույն այդ ժամանակաշրջանում Ալեքսանդրապոլում, ներկայումս Գյումրի, գարեջրագործությունը պակաս զարգացած չէր։ Քաղաքն ուներ բավականին հայտնի անուններ ու հետաքրքիր գարեջրագործներ, որոնք ոչ միայն արտադրում էին, այլև արտահանում իրենց ապրանքը։ Օրինակ Ձիթողցյանցն իր արտադրած գարեջուրը արտահանում էր Թիֆլիս, այնտեղ ուներ մեծ գարեջրի հետաքրքիր խանութ պահեստ, որտեղ հաջողությամբ կարողանում էր ցուցադրել, իրացնել եւ իհարկե հաջողությամբ վաճառել իր արտադրանքը։ Իսկ օրինակ մեկ այլ գարեջրագործ Եգոր Օստանովը Ալեքսանդրապոլ գարեջուրը արտահանում էր մեծ հաջողությամբ, այն էլ հայերեն պիտակով։ Նույն այդ ժամանակահատվածում հայկական գարեջրի արտադրություն կար նաև Կարս քաղաքում։ Առաջատարները իհարկե Յան Մելիքյան եղբայրներն էին եւ Բաուերի գործարանները, առանձնահատուկ սիրված ու մեծ պահանջարկ վայելող գարեջուր էր այն աշխարհում։ Հայկական գարեջուր էր արտադրվում նաև Վլադիկավկազ քաղաքում, գերմանական տեխնոլոգիաներով։ Ձեռնարկատեր Տերտերյանի հայտնի գարեջուրն արտադրվում էր Նադեժդա գործարանում, դառնալով գարեջրասերների հույսը եւ հավատը։ Լավագույն ավանդույթները պահպանվել են մինչև օրս։ 21-րդ դարում, երբ անհավանական մեծ է մրցակցությունը, միևնույն է, հայկական գարեջուրը պահպանել է իր ուրույն համն ու հոտը եւ մանավանդ մրցակցային որակը։ Ալեքսանդրապոլից Գյումրի հասած գարեջուրը սպառողների սիրելին է եւ միշտ ունի նրանց սրտում ու քիմքի մեջ բնորոշ ու ուրույն տեղը 19-րդ դարից մինչև օրս։ Շատ շնորհակալ եմ, Լուսինե ջան։ Այսպես դրական նոտայով սկսվեց, շնորհակալ եմ։ Լուսինե Սանոյանը Գյումրի գարեջրի փոխտնօրենն է եւ ոչ միայն արմատներով գյումրեցի, այլև իր հյուրասիրությամբ գյումրեցի։
իր հյուրասիրելի կարողությամբ։ Մենք գտնվում ենք Ալեքսանդրապոլում, դեռևս 1800-ականներից այստեղ շատ կարևոր ու հետաքրքիր ավանդույթներ են ձևավորվել գարեջրի ստեղծման ու նրա զարգացման հետ կապված, յուրաքանչյուր էջ մանրակրկտորեն ներկայացնելու ենք բացահայտելով պատմության փոշոտված էջերը։ Լուսինե, դուք մեզ իբրև փոխտնօրեն խոստացել եք բացահայտել ու պատմել շատ հետաքրքիր մանրամասներ։ Նախ ինչ գիրք է սա։ Այստեղ ներկայացված է Գյումրի գարեջրի գործարանի պատմությունը։ Իդեպ նշում են նաև, որ Վանի թագավորության ժամանակ է առաջի գարեջուրը եփվել։ Դրանից շատ դարեր անց, մեր թվարկությունից առաջ, նոր Եվրոպայում սկսել են եփել գարեջուր։ Մենք երբ որ վերակառուցում էինք այս շենքը, գտանք այս քարը, որի վրա փորագրված էր, որ 1898 թվականին մայիսի 7-ին կառուցի այս շինությունը Համազած Աբրահամյանի Ծայկյանց, այսինքն 1881-ին սկսել է շինարարությունը, 98-ին վերջացրել, արդեն հանձնել շահագործման, եփվել է առաջի գարեջուրը, շատ հետաքրքիր պատմություն ունի, այս գարեջրի մասին ճիշտ ասած շատ են խոսում, վերնախավը Ալեքսանդրապոլի եւ միջին դասի մարդիկ կարողացել են խմել հենց տեղում պատրաստված գարեջուրը եւ այն ունեցել է շատ մեծ համբավ Հայաստանում։ Ուրեմն այստեղ մենք փորձել ենք վերարտադրել Ծաղիկյանցի գրասեղանը, աշխատավայրը, աշխատատեղը, որտեղ ինքը ստեղծել է, այսպես ասած, բաղադրատոմսերը, գրել է գարեջրի վերաբերյալ ինչ-որ աշխատություններ եւ նաեւ գտել ենք այն քարտեզը, որտեղ պատկերված է Գրոսի հյուրանոցը, որ ինքը գնել է 1851 թվականին եւ այն դարձրել գարեջրի արտադրամաս։ Լուսինե, իսկ իր բաղադրատոմսերով, իր բանաձևումներով գարեջուր հիմա ունեք դուք արտադրության։ Իդեպ ասեմ, որ մենք պահել ենք բաղադրատոմսերը եւ օգտագործում ենք մեր արտադրության մեջ, այսինքն ունենք ապրանքատեսականի, որը ամբողջովին եփվում է Ծաղիկյանցի բաղադրատոմսը։ Այսինքն եթե մենք այսօր խնդրենք ու համտեսենք, ունենք այն գարեջուրը, որը պատրաստվում է այդ հին համակարգով ու այդ բաղադրատոմսով, կարող ենք մենք կհամտեսենք քիչ ուր։ Ծաղիկյանցը եղել է այն մարդ, ով կարելի է ասել դրել է մեր տարածաշրջանում, ոչ միայն Հայաստանում, գարեջրի ավանդույթը, հիմնադրել է եւ բերել է ինստիտուցիոնալ մակարդակի։ Այդ թե ինչեր ենք մենք պահպանել, կիմանանք ավելի ուշ, մանրամասնելով ու անցնելով պատմության էջերով։ Գնացինք համտեսելու։ Գյումրի գարեջուր ընկերությունը հիմնադրվել է 1970 թվականին եւ համարվում է Հայաստանի գարեջուր արտադրող խոշոր ձեռնարկություններից մեկը։ Ընկերության զարգացման պատմության մեջ առանցքային մի քանի փուլ կար։ Վերջին տարիներին ընկերության առաջընթացը հիմնված է հատկապես արտադրական միջոցների վերազինման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման վրա։ Դրանք իհարկե նպաստում են որակի ել ավելի լավացմանը, արտադրողականության բարձրացմանը եւ նոր շուկաների գրավմանը։ Կցանկանայի ձեզ ներկայացնել Գյումրի Gold գարեջուրը, որը մեր հիմնական բրենդն է։ Այստեղ պահպանված են բոլոր ավանդական բաղադրատոմսերը եւ հին տեխնոլոգիաները։ Դուք գարեջուր սիրում եք։ Ես ճիշտ ասած սիրահար չեմ, բայց այս վերջերս, այս վերջի մեր նորույթի մասին, որին քիչ ուշ կանրադառնամ, կասեմ մի երկու խոսք, որը ինձ գերել է առաջին իսկ ումպից։ Իդեպ ասում են ժամանակին, որ գարեջուրը ուներ նաև բուժական հատկություններ, թերևս հղումը արվում է նրանից, որ ածիկը ինքնին ունի հատուկ կարևոր նշանակություն թե մարսողական համակարգի եւ թե օրգանիզմի մաքրման համար։ Չգիտեմ գարեջուրը որքանով է համապատասխան, բայց ածիկը հենց ունի շատ օգտակար ու կարևոր հատկանիշներ։ Սա նույն Գյումրի Gold-ի փոքր տարբերակն է, իդեպ ասեմ, որ ինքը շշալցվում է ապակյա տարաների մեջ եւ նաեւ շշալցվում է պետ տարաներով, տեսեք պետ տարաների սիրահարն եմ, իսկ էս ինչ է։ Դա Ալեքսանդրապոլ պրեմիում դասի գարեջուրը, որը իդեպ թողարկվում է հենց այստեղ, արտադրամասը գտնվում է հենց այստեղ պատմական Գյումրի պատմական միջուկում, ոնց ասեցի, եւ Ալեքսանդրապոլ գարեջուրը համարվում է մեր պրեմիում դասի գարեջուր։ Կներեք։ Նրա մեջ օգտագործվում են բարձրակարգ ածիկ, որը ներկրվում է արտասահմանից եւ բարձր հա լրիվ ուրիշ բույր էր ճիշտն ասած։ Եվ ունի մի շարք գայլուկների, բույրի, ինձ դուր եկավ ձեր եւ պրեմիումը եւ իհարկե սա, որը ինձ թվում է ավելի
համով, հա, դասական է եւ հարմարվի շատերի քիմքին։ Իսկ սա ավելի նրբահամ է եւ մեջը մի քիչ ավելի պակաս է ընդառնությունը, որը բնորոշ է երբեմն մուգ գարեջրին։ Չէ, ինքը մուգ գարեջուր չի, ինքը բաց գարեջուր է։ Ես իդեպ մուգ գարեջրի սիրահար չեմ, բայց հազվագյուտ դեպքեր լինում են, որ մեծ հաճույքով խմում եմ։ Հիմա համտեսելու եմ հնդկաձավարից ստացված նոր տեսակի գարեջուր։ Այո, համաձայն եմ, շատ անսովոր է հնչում, բայց իսկապես արժե փորձել, մանավանդ որ համը բառերով անհնարին է նկարագրել։ Գարու ածիկից գարեջուր հասարակ պարզ բան չէ։ Ուշակեք դա ինչից է։ Մի րոպե, սա հոտը քաշեմ, շատ անուշ մեղրա հոտ ունի, բայց էսա մի րոպե խմեմ ասեմ։ Ինքը հիմա ճիշտ է գնում է մշակման փուլում, դեռևս վերջնական տեսքի չի։ Մեղրի բույր ունի, գիտեք, բայց գրեչկայից է։ Բրավո։ Ինչ ասել էր դա։ Դե ես երբեք չէի գուշակի։ Հնդկաձավարի ածիկից պատրաստված գարեջուր։ Սա հեղափոխություն է շուկայում։ Ինքը շատ օգտակար է։ Դուք գիտեք հնդկաձավարի շատ օգտակար հատկությունները։ Ինքը չի պարունակում գլյուտեն։ Ինչի գարին պարունակում է։ Ունի իր մեջ։ Այո։ Եթե չենք զտում։ Այո։ Ինքը չի պարունակում գլյուտեն, պարունակում է B վիտամինների բոլոր շարք։ Այո, B կոմպլեքսը ամբողջապես ճիշտ է։ Պարունակում է վիտամին P եւ ինքը ապացուցված է, որ պայքարում է քաղցկեղածին բջիջների դեմ։ Այո, հասկացա հիմա որն է։ Եվ ինքը շատ դիետիկ է։ Այսինքն չի գիրացնում։ Այո։ Մի խոսքով շատ օգտակար հատկություններ ունի, ամեն դեպքում ես շատ հավանել եմ։ Չլինելով այդքան շատ գարեջրի սիրահար, շատ հավանել եմ այս գարեջուրը եւ դուր եկա փորձել։ Գնանք տեսնենք տեխնոլոգիաները, ինձ հետաքրքիր ինչպես են ստեղծում գարեջրի այդ նրբությունները, համերը։ Մենք հիմա գտնվում ենք եւ մանրադադրամասում, որտեղ եփվում է գարեջուրը։ Այսինքն այն, որ մենք գարին խաղում ենք, մաքրում ենք, լվանում ենք, չորացնում ենք, ածիկ ենք անում, հետո չգիտեմ, շարունակում ենք, վերջում այդ ամենը պետք է եփել։ Այ եփման արտադրամասը այստեղ է եւ ինչ որ գեղեցիկ տեսքով հնուց մնացած հարստություն ունենք, հա։ Ճիշտ է։ Ավետիք, Լուսինե, պատմեք։ Ուրեմն տեսեք, այս կացաների մեջ մենք խառնում ենք ածիկը, գայլուկը, չգալուկը վերջում ենք տալիս։ Ածիկը, ջուրը, իսկ սա ինչ է։ Խմորիչները։ Այդ բարի կոդոշու թագանն է։ Այսինքն որ բացեմ, տակը գոլոշի է գնանում, պետքա դա մեստը չի չբացեմ, ձեր չտանք, գործունենք, չացնենք։ Այդ չացնենք։ Լավ, իսկ սա ինչն է, Ավետիք ջան։ Մենք ոնց որ տիեզերան աբում դինենք։ Այս շաղախի թագան։ Ձեզ մոտ ամեն ինչ փական է, բացան չկա։ Համ բացան է, համ փագան։ Իսկ բացանը վերջում գարեջուրն է դա։ Ֆունկցիա է, համ փագում է, համ բացում։ Իսկ այս մեծ պուլտը ի՞նչ է։ Այս պուլտը կառավարման։ Ես ասեմ, դուք ասեք ճիշտ եմ թե ոչ։ Այս պուլտը կառավարման պուլտն է։ Ուրեմն մենք որ գալիս նստում ենք այս տիեզերանավը, սեղմում ենք այս կարմիր կոճակները եւ թռնում ենք տիեզեր։ Մոտավորապես էս։ Հիմա էս էլա բացանփական։ Չէ, այդ ռեժիմները միացնելու, պոմպերը միացնելու, ջերմաչափերը միացնելու համար։ Իսկ հիմնականում այս ավտոմատիկայի հիման վրա էս նորությունը է իհարկե։ Սա է նորությունը, սա հնությունը։ Ու այս հնությունը, այս նորությունը։ Այ հնությունը ավելի նորության տեսք ունի, չէ՞, ինչ է։ Ու այս համադրությունն է, հնության եւ նորության։ Այս գեղեցիկ սրահից ուղիղ ճանապարհ կա դեպի գործարանի նկուղ, ուր հիմա գնում ենք նաև մենք, տեսնելու այն կախարդական միջավայրն ու սարքավորումները, որոնց շնորհիվ մեր սեղանին է հասնում այդ ոսկեգույն հրաշալի ըմպելիքը։ Այս դագարիգը, որը բավականին մեծ տակառ է, իրականում գտնվում է այն նկուղում, որտեղ մենք արդեն գտնվում ենք ինքներս, այս նկուղը այն նկուղն է, որտեղ որ դեռևս 1800-ականներից պատրաստվել է նույն գարեջուրը, որից ես խմեցի վերևում։ Ճիշտ է։ Այո։ Մենք տեսնում ենք այստեղ քարը, պարոն Ծաղիկյանցի թողած հիշատակությունն է։ Ներսում գտնվում է հնեցման մառանը, որտեղ գարեջուրը հնեցման process է անցել։ Նաև մենք այդ ժամանակ գտել ենք Սառնան Բոդելիե, Մակնիշի սառնարան, որը նույնպես պահել ենք 1950-ական թվականների։ Այսինքն ֆրանսիացի է եղել, որը 1950-ականներին Բոդելիե, Մսյե Բոդելիեի սառնարանը մենք պահել ենք։ Այդ աղսկերից
խռացել է սառեցնող ջուրը, Հովացնող ջուրը, բոդել է մեջն էր։ Բոդելեն մեջն էր հոգին։ Իսկ վրայից հոսել է տաք վիճակում քաղցում։ Սառել է, ինչև, ասենք, 10 սաշ չէ։ Գարեջրագործներն ամենայն հավանականությամբ բարի ու ժպտերես մարդիկ են։ Իրոք, այլ կերպ հնարավոր չէ։ Չէ՞ որ ուրախություն են հաղորդում մարդկանց սրտերին եւ սեղաններին։ Լավ գարեջուրը որևէ մեկին անտարբեր չի կարող թողնել։ Ու մենք իհարկե եւս անմասն չմնացինք։ Դե գիտեք ինչ, աշխատանք, բայց ախր պահը բաց թողնել չի կարելի։ 1898 թվականից մինչև օրս շատ բան է փոխվել աշխարհում, բայց հետաքրքիր է ու փաստ, որ գարեջրի բանաձևը, նրա ստեղծման տեսակը, տեսքը, ամբողջ բովանդակությունն ու գործընթացը պահպանվել է գրեթե նույն միությամբ։ Աշխարհը աշխարհով, բայց Հայաստանը աշխարհ ունի շատ հետաքրքիր ու դեռևս փոշոտված էջեր, եւ այդ պատմության էջերի բացահայտումով է, որ Համյուժը շարունակում է իր ճամփորդությունը Գյումրի քաղաքի Գյումրի գարեջրատանն ենք։ Գարեջրի համտեսից հետո Գյումրիի հին ու տաք շունչն ասես նոր հմայք ստացած լիներ։ Վերականգնված գողտրիկ փողոցները եվրոպական են եւ միևնույն ժամանակ խիստ հայկական, տիպիկ Գյումրվա ոգով։ Այսօր քաղաքի հնի ու նորի համադրության մասին էլի ենք խոսելու։ Տարիքն առած, բայց հաստատ չծերացած մի տանն ենք հյուրընկալվելու, որն ասես լինի Գյումրվա դիմապատկերը, իր ամբողջ մշակութային խորը էությամբ։ Ասում են, որ սա Գյումրիի ամենահին դարպասն է։ Այս տունը ունի հետաքրքիր ու բավականին խորը արմատներ ունեցող մի պատմություն եւ թվագրվում է դեռևս 1800-ականներին։ Ասում են, որ Նիկոլայ Ցարը այն նվիրել է իր մոտ ծառայող նավաստու, որը որ հետագայում ապրել է այս տանը։ Հին ու արժեքավոր իրեր են ժամանակին այստեղ գտնվել ու պահպանվել են, որոշները ցավոք սրտի կորսվել են ժամանակի ընթացքում։ Այս կտավը նկարել է մեծն գրող Պաստերնակի հայրը։ Հայր Պաստերնակը եղել է պոստ-իմպրեսիոնիստ եւ հետաքրքիր է, որ նկարել է այստեղ մեծն Լև Տոլստոյին։ Եվ ասում են, որ Լև Տոլստոյը հենց ինքը նստած նրան բնորդ է դարձել եւ այսպես այս կտավը նկարվել է, գծանկարը։ Շարժում ենք առաջ, ձեզ ցույց տամ այստեղ կա շատ հին վառարան բուխարի։ Այսպիսի բուխարիներ օգտագործում էին թե ցարական Ռուսաստանում եւ թե այն ժամանակվա նաեւ եվրոպական տարբեր քաղաքներում, բայց առավելապես Երևանում ու Գյումրիում հատուկ են տներում պահպանված կարող եք տեսնել այսպիսի բուխարիներ, որոնք երկկողմանի են եւ ջերմացնում են սենյակը եւ այս եւ այն կողմից։ Տեսեք։ Այստեղ է։ Հետաքրքիր հիշողություններ կան այս սենյակում։ Հին կահույք, դարակների մեջ հուշեր, հին իրեր, որոնցից գալիս է Գյումրուն բնորոշ հոտը, գյումրեցիներին բնորոշ հյուրընկալությունը եւ պատահական չէ, որ այս տունը այդպես էլ կոչվում է հիմա հյուրատուն։ Հետագայում այն վերականգնվեց բոլոր առումներով։ Մենք տեսնում ենք հին իրերը, որոնք հատ առ հատ ռեստավրացվել են, եւ այս տունը դարձավ գեղեցիկ մի վայր Գյումրու հին հիշողությունների, հյուրասիրության, ավանդույթների եւ շատ բնորոշ հայկականության մի հավաքատեղի։ Համի ուժի այս եթերաշրջանում որոշել ենք գարեջրի մասին պարբերաբար մանրամասներ ներկայացնել ձեզ եւ գարեջուրը մատուցել ոչ միայն իբրև խմիչք, այլ համեղ ուտեստների կարևոր ու անփոխարինելի մի բաղադրիչ, գաստրոմշակութային կարևոր տարր։ Բայց մինչև այս ամենին անցնելն առաջարկում եմ տեղափոխվել նոր Հալեբ։ Չէ, բոլորովին ինքնաթիռ չենք նստելու եւ շատ հեռու չենք էլ գնալու։ Գյումրիում ենք, մեր սիրելի Գյումրիում։ Բայց պարզել ենք, որ փաստորեն Գյումրին իր սեփական նոր Հալեբն ունի։ Երեկոյան ոչինչ չի մնա ներկայացումը դիտելուց հետո, երբ պարզապես ընտրելու համար համեղ վայր էինք փնտրում, պատահաբար նկատեցինք նոր ցուցանակը եւ վուալա, այսպիսով ծնվեց նոր Հալեբյան մի պատմություն Գյումրու նախշերով։
Շանթ, ապրիլի 18-ը 2016 թվականի նշանավորվեց քեզ համար նրանով, որ դու եկար Հայաստան, բայց ոչ թե Երևան, ինչպես շատերը անում են, այլ եկար ուղիղ Գյումրի։ Եվ մենք պատահաբար երեք բացահայտեցինք մեր համի ուժով ու մեզ համար քո նոր Հալեպո վայրը։ Կասես, խնդրում եմ, ինչը ստիպեց քեզ գալ Հայաստան եւ ինչպես կարողացար ընտրել ուր գնալ՝ Գյումրի, Երևան։ Երևան մնացի ինքը այնտեղը մի քիչ։ Վերջում Գյումրի իմ բաբայիս ընկերը անշուշտ, ըստավ եկոր միասին մի կորս հիմնենք Գյումրիի մեջ։ Սկիզբում մարդիկ ասեցին գալա չլար, բայց վերջում ես իմ ուժովս անշուշտ սիփամը չի գա որ չլար ցանկի մեջ, ամեն ինչ մեր ցեկն է գտնանք հաճոյել կամ չհաճողեցին այդ գործը։ Անդորամար ուզեցի հիմնել Գյումրիի մեջ, մի քիչ Գյումրիի ժողովրդի համար դարբեր բաներ, այսինքն առաջին օբյեկտն որ սիրիական է, արաբական է, իրենց համար լավ գլար որ տարբերություն է։ Կարող ենք կոչել գյումրեցին Հալեպում կամ հալեպցին Գյումրիում։ Ամեն դեպքում հայը հայ է մնում անկախ տարածաշրջանից, վայրից, եւ որտեղ էլ որ մենք լինենք, գտնում ենք միմյանց հետ հաղորդակցելու կարևորագույնը՝ համ ու հոտը։ Ուղեկցիր ինձ քո գեղեցիկ նոր Հալեպո։ Սի մեր նոր Հալեպն է։ Շանթ Քախվեդյանն է մեր համի ուժում։ Սա իսկապես քիչ պատահող այն պատմություններից է, որը ոգևորում, սովորեցնում ու գոհացնում է միաժամանակ։ Աշխարհն այնպիսին է, ինչպիսին մարդն ընտրում կամ ուզում է այն տեսնել։ Ու նաև ընտրում է ինչպես ներգործել սեփական կյանքի վրա, իր իսկ որոշումներով։ Ահա նոր Հալեպի եւ հալեպցի Շանթ Քահվեջյանի հաղթանակը՝ սիրով, գործով, ստեղծագործ մտքով։ Յուրահատուկ է, որ հալեպցիներին բնորոշ շատ կերակուրներ բնորոշ են նաև գյումրեցիների խոհանոցին։ Օրինակ, ուղեղը։ Այսօր միասին պատրաստելու ենք ուղեղ, տաբարի ուղեղ։ Նախորդ եթերաշրջաններում դեռ առիթ չէր եղել նման հետաքրքիր ուտեստ փորձելու, բայց իմ քիմքին վաղուց ծանոթ այս ուտեստը ինձ շատ էր հետաքրքրում։ Չորրորդ եթերաշրջանում այս նույն քաղաքում իսկական գյումրվա քյալլա պատրաստեցինք եւ իհարկե շատ տպավորված էինք։ Հիմա հերթը գյումրեցիների սիրելի հաջորդ ուտեստինն է։ Պատմեք ինձ, խնդրում եմ, ձեր սիրուն ու մեծ ընդարձակ խոհանոցի մասին։ Այստեղ մեր հիմնական խոհանոցը կբաժնվի 3 մասերով, 4 ավելի շտագա, այստեղ ափսելը, բալու, սարկո, մարկով ամեն ինչ, շատ մաքուր։ գլվան, ափսեները, փաժակները այստեղ գշալի, այստեղից կդանեն ներս արդեն։ Ես ուզում եմ նշել անպայման, որ մենք գրեթե համապատրաստից ենք եկել այսօր Շանթի մոտ, որովհետև պատահական ենք բացահայտել իր այս հաճելի նոր Հալեպ վայրը եւ տեսնում ենք խոհանոցի մաքրությունը։ Սա առանձնահատուկ նշելու կարիք ունի։ Շանթը, որն իր ընկերների հետ միասին Հալեպի հայկական թաղամասերի ինքնապաշտպանության ակտիվ մասնակիցներից էր։ Շանթը, որը 2016 թվականին որոշում կայացրեց գալ Հայաստան եւ ուղիղ գնաց Արցախ իբրև կամավոր։ Շանթը ապացուցում է մի բան. այո, եթե ունես ցանկություն, կարող ես փոխել եւ քեզ եւ միջավայրդ։ Պատահական չէ, որ Գյումրին միանգամից սիրել է նրան եւ ընդունել հարազատի նման, որովհետև Շանթը իր գաղափարներն ու միտքը, խելքն ու ջանքը օգտագործում է ի բարօրություն Գյումրի քաղաքի։ Որ բառներ, որ Արցախում սովորեցիք ու այդպես մնաց ձեզ հետ մինչև։ Ռուսական բառերը շատ կան, այսինքն շատ է, հիմա արդեն ընթացքում կօգտագործեն։ Վերջը կուխնյան հաստատ թեմա է։ Կուխնյա։ Խոհանոցում իրենք գիտեն, որ խոհարար եմ, կուխնյայի բառը իրենք սովորեցել են արդեն։ Պատրաստելու ենք ինչ Շանթ։ Ուղեղ։ Ուղեղ։ Ասում եք այն մարդիկ, որ ուղեղ չունեն, մենք էլ ունենք ուղեղի ավելցուկ։ Այո, ինքը գիտեք ինչ է, շատ լավ ամեն կուխնյա գերտանք, մենք հատուկ բան ունենք, որ մեր Սիրիայի մեջ շատ հռչակավոր են, ասեմ երշիկը, ուղեղը, լեզուն մեր մոտ շատ կսիրեն էդի։ Այսինքն մնացած ջաշերը գրեթե ասեմ ցույցի մույս ջաշերը որ գանենք մենք, սկիզբում ընդհանուր մույս երկիրներում մեջ ալ գա, գդարբերի մի քիչ, մեկը խաչված գնա մյուսը դաբագած, բայց էսի հիմնականում շատ մարդիկ չեն ներ։ Ձեր ընտանիքի անդամները արմատներով որտեղից են։ Մեր դադարվաբերը հիմնական բաբայիս կողմը Ուրֆացի է, իմ մամայիս կողմը Անտեպցի։ Այնթապցի։ Այո, Անտեպեն։ Այնթապում ահա որ համեղ է բիբարի ջուրը, որ պատրաստում են։ Իհարկե, տեսեք ինչ եմ, լավ են, չէ՞, մաքրում։ Դենամուր։ Հա։ Արդեն մայք, մաքուր են քեշ։ Հիմնականը ուղղինա շատ կարևոր է սենց միշտ կվրնենք, որ ինքը դեսկը չի գորի, քանի շատ որ կներես։ Զգուշ նկատողություն արեց, բայց շատ զգուշ, էլի, բան չէ։
Միանգամից չասած, որ լրիվ փչացրեցիր ուղեղը։ Մի հատ եռ է գալիս, հետո տեղափոխելու ենք մաքուր ջրի մեջ, որ եռում է։ Այո, արդեն Հետո ավելացնել ենք լիմոնի աղ։ Okay. Ինքը որ լիմոնի աղը չծկել փշրվի։ Հասկացա, որ սենց հավաքի։ Այո։ Տնենք Այն ջրի մեջ։ Այո։ Okay. Շուշ մաքուր։ Վերջում քիչ մի հատիկ սերվիբերները։ Անպայման, որ համը տա ջրի մեջ։ Էս էլ Տապնու տերև։ Այո։ Արաբերեն ո՞նց։ Ո՞նց։ Վար ղար։ 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 Այո։ Դերևը գկեցենք, քանի համար ինքը համ չի դեր, այսինքն համեր Ղար նշանակում է տերև։ Վարա դերևն է, դերևն է ղարը, Հասկացա։ ղարի դերև։ Լեզուի մեջ հայտնի բան, ինքը համ բան է, կկաշատ պիս համերը։ Քաղաքը օքեյ, իր սիրունություն ունի, իր մեջ ունի Հալեբի հոդը, ասենց էսի համ։ Ունի, Գյումրի ունի Հալեբի հոդը։ Իր հանդարտությունը, իր այդ հին դեղերը, ինչպես մենք ունենք Հալեբի մեջ հին դեղեր, հոսալ գա։ Ասված դա մի քիչ հետաքային օրերն ավելի լավ է լա, մենք ավելի ուրախ կլինենք։ Գյումրեցիները արժանի են եւ լավագույն կենսակերպի եւ այդ իրենց հոգատարությունը, որ ունեն քաղաքի ու անգամ 5 քարի նկատմամբ, վստահ հազարապատիկ վերադառնալու։ Իդեպ ամիսը մի քանի անգամ նա հատուկ պատրաստված սենդվիչներ եւ տարբեր կերակրատեսակներ է ուղարկում 58 թաղամասի մոտ 10 անապահով ընտանիքի։ Թերևս նրանք չգիտեն էլ, թե ով է իրենց բարերարը։ Մի խոսքով, բարությամբ կարող ենք կամրջել լավ մարդկանց անկախ տարածությունից ու միջավայրից։ Հանենք արդեն 15 հիշեք ուշադիր։ Հենց եռած մի պահ այնտեղ տեղափոխում եք ու 15 րոպե եփվում է։ Իրականում տակ է, բայց ինձ չի նեղում, ուղղակի։ Այստեղ գարակն է։ Այսպես տա։ Համ սիրուն է, համ բող։ Այս դապնի տերևի հոտը շատ սիրուն։ Ամել սեր մակրածն է։ Դրա համար սիրուն է։ Շնորհակալ եմ, այս եթե մի բան են չլիներ, էլի պիտի ասեմ ամեն ձեր մակրածն է։ Համեմիջ։ Ուրեմն, մենք արդեն ուղեղը պատրաստ է։ Մենք շատ տակ ես կուշ։ Այո, ոչինչ։ Ինչ քիմիոն։ Չէ, սենց չի։ Մենք կդրդենք ինը։ Տափակացնես, որ հետո վրան սա համեմունքները ինքը մեջը վերցնի։ Այո։ Հոտը հավատացեք։ Մենք մենք սկիզբում հրանք աղ տնել, աղ ցանեք։ Մի քիչ, որտեղ ինքը շատ չի սիրի աղ։ Ահա։ Կիտրոնի ջուրը։ Իհարկե ուտելիս էլ կարող եք դուք կիտրոն տալ, հերիքա չէ, շատ չան։ Ես էլ զեյթունի զետնն է, որ մաքուր զեյթունի զետնն է։ Չզտած։ Այո։ Գնաց։ Լավ դրեք ինքը։ Ոնց եմ ուտելու ես սա, դուք չգիտեմ ոնց, ես կոնկրետ ուտելու եմ։ Եվ այսպես ուղեղ պատրաստելու համար առաջին հերթին անհրաժեշտ է թարմ հումք եւ մեծ համբերություն։ Ուշադրությամբ ու զգուշությամբ ուղեղի ցալքերն ազատեք արյունատար անոթների թելիկներից։ Ապա տեղադրեք ջրով կացեի մեջ եւ եփեք։ Մոտ 15 րոպե։ Արդեն խաշված ուղեղը զգուշորեն հանեք եւ համեմեք տարբեր համեմունքներով ու կիտրոնի հյութով։ Համը հաստատ կտպավորի։ Բարի ախորժակ։ Դեմեռնելիք։ Նորմալություն։ Շանթ ջան, ես ինչ համեղ էր։ Քիմիոնով Բահարը գիտեք, այնքան լուծվեց հետը։ Այո։ Չէ, անհավանական բան է։ Տեսեք, յուրաքանչյուր համեմունք տալիս է առանձնահատուկ նրբություն։ Որևէ մեկը մյուսին չի խանգարում։ Կիմոնը լիմոնին է ինքը շատ կսազի եւ աղի հետ։ Շատ շատ։ Ու վերջում տալիս է միած sense ուրիշ համ։ Իսկ լիմոնով այդ էլի վերջնահամը վերջամենջ վերջի մասին է։ Ուղեղի վերջը մեր համային ռեցեպտորների վերջն էր։ Մենք շատ շնորհակալ ենք, որ եկել եք ինքնուրույն համոզվելու, որ կա առաջին հերթին մեծ սիրտ, կա մեծ ցանկություն եւ ի վերջո դուք ունեք այդ ուժը ու կորովը որևէ բան փոխելու, միայն դեպի դրական կեցեք։ Մենք շատ շնորհակալ ենք։ Ես շատ ուրախ եմ, որ դուք այցելեցիք մեր օբյեկտը, շատ ուրախ եմ որ դու շնորհակալություն գտնեմ ձեզի եւ ձեր թիմին։ Մերսի շատ։ Մենք ենք շատ շնորհակալ եւ ուզում եմ ասել, սա գովազդ չէ։ Սա իրականություն է։
այն որ մարդը Հալեպից եկել է եւ իր երիտասարդ տարիքում այսպիսի հստակությամբ ու կոնկրետությամբ ստեղծում է մի նոր փոքրիկ հետաքրքիր մշակութային երևույթ։ Այո, հեղափոխություն, մշակութային եւ ուղեղի այս ավանդական մատուցման ձևից մինչեւ շատ կարեւոր հին հետաքրքիր հայկական ուտեստներ կարելի է գտնել, փնտրել, զարգացնել եւ տարածել։ Սա է մեր բոլորի առաքելությունը։ Բարով եք եկել Գյումրի, բարով եք եկել Նոր Հալեպ, բարով եք եկել Հայաստան։ Գյումրին անվերջ վերադարձի ու բացահայտումների քաղաք է։ Մեր հաղորդումը վկա։ Նախորդ եթերաշրջանների անդրադարձները բավարար չէին այս հրաշալի քաղաքը բացահայտելու համար։ Հիմա էլ հեռանում ենք, բայց վստահ ենք, որ վերադարձն անխուսափելի է։ Եվ Գյումրին մեզ կրկին ու նորից դիմավորելու է նոր ասելիքով, նույն սիրով ու համի իր բացառիկ ու մեծ ուժով։ Այնպես որ կհանդիպենք։ Մենք քեզ կարող ենք